Մանդատների համարել են, չէ՞ խոսում, ես էլ նորից ասեմ, մանդատները վերցնելը ես միշտ եմ ասել ճիշտ եմ համարում։ Մանդատը դա մի գործիք է պայքարելու համար։ Ես այն ժամանակ էլ որ մեր ընդդիմությանը մեղադրում էին մանդատները վայր դրեք, ես ասում եմ որ վայր դնենք ինչ տեղի կունենա։ Լսում էի ասողներին, որոնց մեջ նաև շատ ընկերներն եմ հարազատներ, իրանց ցավը տանեմ, բայց լսում էի համոզից չէր իրանց ասածին։ Ես ասում եմ չէ, վայր դնելը սխալ է։ Ու հիմա էլ նույնն եմ ասում, մանդատ վերցնելը ճիշտ է, որտեղ մանդատը գործիք է պայքարելու համար։ Այդ գործիքից չի հրաժարվես։ Ես դա միշտ եմ ասել։ Ես մերոնց մենակ մեղադրել եմ մեր ընդդիմադիր падգամավորներին այն ժամանակ ուրիշ բաների համար։ Ու թե անդետալ ծեծուտելու համար, օրինակ, ու էլի լիքը բաների համար, բայց ոչ մանդատները ասել են վայր դրեք։ Մանդատը վար դնեն, որ մի եկագործիկ մանդատը վար դնեն, որ այսօր չկարանան այդ Ծառուկյանին տենան։ Օրինակ, հեչ որ չկարան, չէ՞ այդան կալանավարի մի հատ խաղ բանտարկյալի տենան։ Այդ խաղ բանտարկյալ որ ելնեք կիմանաք, որ այդ մարդկանց համար թե ինչ դուխ է, որ այդ մեն իրանց տենում են։ Կամ հազար մի հարց են լուծում։ Միջազգային ացիաների հետ մեն հարցեր են բարձրաձայնում մեր։ Կարում են, չէ՞ բարձրաձայնեն։ Հազար ու մի բան, կամ ամենավերջում ցանկացած պայի կարող է չէ իմպիչմենտ ստացվի, ու իրականում էլ կյանքը ցույց տվեց, չէ՞ որ իմպիչմենտը ճիշտ տարբերակ է, որ էլի մենք ճիշտ ենք ասում։ Այդ երանդով որ կպնեն իմպիչմենտին, ոչ թե սպասեն Գյումրիդ վանելուն, ես վստահ եմ Նիկոլը հեռացված կլներ։ Ես վստահ եմ։ Բայց իմպիչմենտին չէին կպնում, որտեղ վախում են, որ կարող է Դավիթ Համբարձումյանը գա իշխանության։ Այ դա եղեն դիմության սխալ այն ժամանակվա մեր։ Ոչ թե մանդատները վերցնելը հիմա կամ այն վաղ չդնելը։ Մանդատները վերցնելը ճիշտ է։ Այո, ես առաջի օրվա միշտ եմ ասել, միշտ իմ սա հարցազրույցներով ասել, մանդատները վերցնելը ճիշտ եմ համարում, որ չվերցնես ինչ ենք շահում, ոչ մի բան։ Իսկ որ վերցնում ես շահում ենք այդ գործիքը։ Մի հատ լուրջ չակուչ ձեռներ է սալում, հա։